Ասես քուչո, արի, քուչո։ Բայց ինչի քուչո։ Ապեր ինքը ասեց, ինքը սիրում է որ քուչո են ասում։ Очень тебе спасибо. За эти деньги доставка сделал за меня. Տոլոսի այ ղազ դուքը պարտքը չես ուզում տաս։ Բաֆ։ Հմիրես թազա գրքի մեջ խրվա, բար այս անորմալ է։ Բան չի եղել, հա։ Բան չի եղել, ոսպես տխուր ես։ Ինչի մի ադմ չես որ Արամեն քեզից փող են ուզե։ Ինչքան քեզ պետք է հեռու պայես մեզանից։ Ես իրանց հետ արդեն խոսացել եմ, ամեն ինչ նորմալ է։ Նորմալ չէ։ Արեք կտեսնիք նորմալը որն է։ Ասել եք որ կան շենքի հետև։ Հա, եկեք։ Давай, լսենք, սկսեք։ Ներողություն։ Մյուս անգամ չտեսնիմ որպես ճոխություններ եք ձեզի թույլ տվել, թե չէ ներողությունով չեք բրզնի։ Ես մե 10 սաատ կստես որ նոր իմանան։ Համի օր թողնենք սատկսներ։ Ես հավես ունեմ մղտրվեմ։ Սրանք սիրում են ամենտեղյանց քիթները խոթեն։ Որտեղ ասես կան արա։ Ռաֆի ջան, բան ունի սելու։ Չէ։ Ներողությունը ըստ քեզի անկեղծ էր։ Չէ։ Իմացեք, անկեղծ չէր։ Չէ, անկեղծ էր Մինաշ ջան։ Հաստատ անկեղծ էր։ Դե ուրեմն ինտոնացիան ճիշտ չէր։ Հելակ։ Քիչ մարակ։ Վերջ։ Ոչ կանոնադրային հարաբերությանը։ Ես իրանց արդեն պատժել եմ, պարոն Գնդապետ։ Պետք չէ։ Մեծ հանցանքը մի շարք փոքր հանցանքներից է ծնվում։ Որպեսզի մեծ հանցանք չլինի, փոքր հանցանքները պետք է շատ խիստ պատժել։ Այդ տղեկին կանչի մոտս։ Նա տնամետում քթից են ուզում բերեն։ Լսում եմ։ Դրանից հետո ես մեր Աշոտիկն ու Վազգենչիկը, հա, գնացինք դրանց հետևից, հա։ Գնացինք հասանք դրանց թաղ, հա, մեկ էլ Սիր, այդ ինչ ոչ ճիշտ հայերենով շարահյուսություններ ես հյուսում։ Ինչպես կարելի է մի նախադասության մեջ երկու անգամ հա ասել, այն էլ հացականով։
Ով է եղել դպրոցում քո հայրենի ուսուցիչը եւ դրանից հետո բարձրագույն ուսումնական հաստատությունում քո հայրենի դասախոսը, ով քեզ չի սովորացրել հայոց անաղարտ լեզուն, ով է հանդգնել քեզ փողով թվանշան դնել, ապա մի ասա։ Դու շատ ճիշտ մտքեր արտահայտեցիր, եղբայր իմ սիրասուն։ Այս փողոցային վատ, կեղտոտ, լկտի խոսելաձևը երբ պիտի դուրս գա։ Երբ պիտի արմատախիլ լինի այս երիտասարդության մեջից։ Այո, ես լիովին համամիտ եմ ձեզ հետ։ Այս հարցին պետք է շուտապույտ ընթացք տալ։ Սա մեր ապագայի հարցն է։ Այդ ուղղողը չի։ Եղբայր իմ պատվական։ Մի հանդգնիր այդպես բարձրաձայնել, թե չէ կբարկանա իմ մեջ ծպտված չարաճճին և կգունազարդի այս մթնոլորտ անարժեք ու էժանագին խոսքերով։ Երևես չես կցեղինք սենց խոսում որ։ Դե ոնց որ մաքրվել ա մեր ներսը էլի։ Հա, հիշեցի։ Այդ գիրքն է, որ մեր պլանկին բացրացել է։ Այո, բայց պլանկան չէ։ Այնքան գիրք կարդացինք, որ արդեն գրքային ենք խոսում, ջոգում եք։ Հա, բայց այդ, ասենք մի քանի հոգու վրա չի ազդե։ Ոչ էլ կազդի։ Մայ! Իսկականից ես ինչա։ Լուրջ ես ինչա։ Մեր վրա է գալիերը։ Ուր գնում ենք հետևներից ես գալիս է։ Ես կոմզալի։ Կոնկրետի պրիցել է մեր վրա ապահել։ Ոնց է, պուշկա բանհլ։ Նայեք, ով խոսում է իրա վրա է գնում։ Արեսի չգյուլի մեզ հանգարց։ Ուր կուր է վրա։ Բայց էդ ինչ էր տո։ Հա լավ, ես հասկացա ինչ էր, բարձրախոս է։ Ինչպես է խոսել, ինչ է խոսում։ Բայց է խոսես թե ինչ կապ ունի։ Արա, բայց ինչ է։ Հելա լարի թիչա։ Ինչ է եղել։ Մինաշեն, հլստին է։ Այ։ Մեր ամերկայնած խոսում էինք Միգիլիչև։ Այնոր ես ձեզի չսեցի, որ սի կիքս է, սովորական կիքս։ Ոնց թե կիքս թե կեքս։ Կիքս։ Ուշադրություն մի դարձր։ Կիքս։ Գոնե մոնտաժնիկները հանեն ես բարձրախոսը, հա։ Դիզս կդրեմ թե անեն։ Այդ տղեկը այդ խայսատը չունին։ Խոսքս հիշեք, սի գետեր կերտա։ Ինչ եթեր է աղբինակ ջանի, ուզում ես ասես մեզ նկարում է։ Արեք սե մի խառրեք, արեք։ Ո՞րից է։ Արեք։ Ասվեց, 17, 18, 19, 20 Պարոն գնդապետ, փոխգնդապետ Բշտիկյանը ավարտեց վարժությունը։ Կանգնել շարք։ Լսում եմ։ Քեֆս բերեց այս զորամասը։ Կապիտան Գինոսյան։ Ես եմ։ Կատարել վարժությունը։ Լսում եմ։ 1 2 3 4 Տղիկ, ես հրամանատարի հերթն է։ Եկեք վազեք տենանք մեր հրամանատարը քանյար ժիմ անում։ Դավայ։ 23 24 25 26 Դավայ, պարոն գնդապետ, հանու կոզինվորների, դավայ։ Բլո սուս կարոս նենց անես մեզ տեղս տանեն։ Մի հատ էլ, պարոն գնդապետ, մի հատ էլ։ Մի հատ էլ դուք կարաք։ Հաստատ կարակ, պարոն գնդապետ։ Դավայ։ Սանուտ։ Չհասկացա, ես ինչը։ Ինչ եք անում այդտեղ։ Զինվորները սեկել են ինձ ոգևորելու։
Նորմալ է, պարոն գնդապետ։ Անցեք վաշտ։ Լսում եմ։ Այդ շանը սենյակից դուրս եմ հանում, հետո ես ներս եմ մտնում։ Ներս եմ մտնում, սպասում եմ, ուզում եմ հասկանամ, էլ հետո մարացնա։ Մեկ էլ ներս եմ մտնում իմ վաշտի զինվորը։ Դե ասա տենամ, ասա Վիրաբյան, ասա հասկանամ, ինչի համար էր այդ շանը ներս տարել։ Նպատակդ ո՞րն է եղել։ Ախր ես չեմ արել, պարոն Մուսալյան։ Պարոն Մուսալյան, թույլ կտաք։ Չէ, հետո կգաս։ Բայց շան հետ կապված է։ Արի։ Պարոն Մուսալյան, այդ շանը համոն չի տարել ընդեղ, ես եմ տարել։ Ինչի։ Դե ուզում էի համոյի հետ հանակ անեի դրա համար, պարոն Մուսալյան։ Ախ, հանակ էիր ուզում անեիր։ Լավ, գնահատում եմ քո անկեղծությունը, բայց հանակը չեմ կարա չգնահատեմ։ Այդ հանակը քո վրա շատ թանկ է նստելու։ Այ տենց Գագո, ես Մուսալյանի փոխարեն լինեի, երկու արտահերթի փոխարեն 3-ը կտայի։ Տենց, ամո։ Արա ես ռադիցիբը մտա ասեցի, որ ես եմ արել, իսկ դու տենց ուրախացել ես։ Ուլը չգայր էլի։ Տենց, այ սվոլոչ։ Արա իմ տեղը ուրիշը լիներ, ամո, իսկի չեր է մտնի ասեր, որ ինքն արև, միշտ չեր վեկալի, ամո։ Իսկ ես ռադիցիբը մտա վիզ վեկալեցի, հանուն կեզ, ապեր։ Լավ, Գագո, էլ մի խղճահարություն առաջացրա էլի։ Գիտես, որ սրտից թույլ եմ, բան ես անում։ Ոչինչ, ապեր, ոչինչ, ես կգնամ իմ հալալ քրտինքով վաստակած պատիժը կկրեմ, բայց դու այդ աղջկա երեսը չես տենա, ես կասեմ այդ աղջկան, որ ինքդ համոն չի ուզում քեզ տենա, թող հույսը քեզանից կտրի համոն։ Տես բան չանես, Գագո։ Կանեմ, ապեր, կանեմ։ Սենց մի հատ հարց։ Անտառում ինչ պետք է անեք, որ հակառակորդը ձեզ չնկատի։ Ասա, Քաջիկ։ Անտառում պետք է քողարկվել։ Ապրես, ոնց։ Պետք է թաքնվել ծառի հետևում կամ ծառի վրա ու տերևներով քողարկվել։ Հա, այդ մի ձև։ Ուրիշ ինչ ձև կարելի է, Ռազմիկ ասա։ Հա։ Դե անտառում փոսփորել մտնել մեջ է։ Հա, երևի ուզում ես ասես խրամատ։ Այո, ճիշտ այդպես։ Դե, այդքան էլ հեշտ չի անտառում խրամատ փորելը։ Ծառի արմատները խանգարում են։ Հետո ինչ իմաստ ունի անտառում խրամատ փորել։ Ասա, մխո։ Անտառում ուս կարան քողարկվենք, հա։ Հա։ Պետք է փնտրենք այնպիսի ծառեր, որոնք ունենան այնպիսի մեծ փչակներ, որ այդ այնպիսի մեծ փչակներում էլ քողարկվենք։ Իսկ եթե չգտնենք տենց փչակներով ծառեր այդ անտառում։ Ոնց անտառում որ փչակ չլինի, դե էլ ինչ անտառ։ Մախո, ես քեզ ասում, ոնց թաքնվենք անտառում, դու ասում ես, դա անտառ չի։ Դե անտառից է կախված, պարոն Վարդանյան, դուք ասում եք փչակ չլինի, չէ՞, եթե փչակ չեղավ, արդեն դե բայց ինչ ենք թաքնվում։ Մենք թաքնվող տղեկ ենք, խի պարոն Վարդան, մենք այդքան վախկոտ ենք մտածում ենք, որ պետք է թաքնվենք։ Չէ, դե վախկոտ չեք, բայց պետք է քողարկվել։ Օրինակ ես իմ ջոկատով երբեք ոչ կքողարկվեմ, ոչ կթաքնվեմ։ Մենք նես տղեկ ենք ճակատ գնացող, մինչև վերջ կռվող տղեկ ենք, պարոն Վարդանյան։ Դու ինչ ես իմանում ինչ բանակ կռիվը, որ տենց խոսում ես։ Վայ։ Պարոն Վարդանյան, ախր ես քաղաքում տարին 12 ամիս կռիվների մեջ եմ եղել։ Գիտեք ինչ կռիվների ենք մասնակցել, չուչա, հազար ձևի, պատերազմներ, արշավանքների, ինչ ասես տեսել եք, պարոն Վարդանյան։ Ես օրինակ ճշտակրած արշավանքին եմ մասնակցել։ Օրինակ ընկերս, մի հատ ընկեր ունեմ, պարոն Վարդանյան, Կարբիթը։ Շատ եմ ասել, տղիքը լսած կլինի։ Կարբիթը մի անգամ ավարի էր տվել։ Ես գնացի այդ
ավարայի ճակատամարտին։ Հետո գնացել եմ մեր Վահանաց պատերազմին եմ գնացել, արաբական պատերազմին եմ մասնակցել Արաբկիրում։ Դու մասնակցած կլես, հա։ Բա դիտում եք, բա դրանից հետո ինչ քողարկվելու մասին է խոսքը, պարոն Վարդանյան։ Ասենք ես էլ մի թեթև միջամտություն անեմ, հա։ Հա։ Որ մեր մխոն ասեց, այդ իսկապես շատ դաժան կռիվներ են եղել։ Ես ականատես եմ եղել։ Մանավանդ ինստիտուտի տարիներին, որ մի 20 հոգով մի հոգու տանում էին սատ, հա, ու գնաց այդ իսկական ճակատամարտ էր, հա։ Այդ ճակատամարտից վատա։ Հա։ Ես չեմ հասկանում, ոնց կարա հայը հային։ Լավ, ընդհանրապես մարդը մարդուն ծեծի։ Ես դա չեմ հասկանում։ Այսքան ժամանակ ծառայում եմ, չէ՞։ Մի անգամ զինվորի վրա ձեռ չեմ բարձրացրել։ Մենակ կակաշն եմ, բոլորը այդքան բանը։ Դե դուք եք, պարոն Վարդանյան, դուք ուրիշ եք, հոսեղ ձեր նման չեն։ Դուք ոնց որ յորինակելի հրամանատար եք, էլի։ Ապրես յորինակելի ջան։ Լավ, ուրիշ ինչ ձև կարելի է քողարկվել, համարցում ձերը չի լսվում։ Ստեղ է։ Անտարում։ Հա։ Դե ասենք, պարոն Վարդանյան, նայած ինչ եղանակ։ Լսեցիք ինչ խելացի հարց տվեց։ Այդ ինչ կապ ունի, պարոն Վարդանյան։ Անտառը կոնկրետնի անտառ է։ Խնդրում եմ, այդ բառը չասես, հա։ Արդեն ուղեղս, ուղական ես, սղոցել ես քո կոնկրետնիով։ Համարցում ջան, ենթադրենք աշունա։ Աշունա։ Դե կարելի է թաքնվել արջի որջում։ Հա, երևի մտածում արջի որջում մեղր կլինի դրա համար էլի։ Է այդ էլ կա էլի։ Իսկ եթե ամառա։ Ամառը նորից արջի որջում։ Իսկ ձմեռը։ Իսկ ձմեռը էլի արջի որջում։ Այդ տղա բա արջը։ Հա ինչ արջի իր համար քնած արջինով է խանգարում որ։ Վայ համարցում վայ։ Ասա վարուշ։ Դե եթե արջի որջը լավ մեծ լինի, կարելի է հմբոյին ու մի քանի հոգու տեղ քողարկել։ Դե մի քանի հոգու կարելի է փճակում քողարկել, մի քանի հոգու էլ ծառի վրա։ Լավ, այսօր սովորելու ենք դեմք ներկել։ Դա էլ է մտնում քողարկման մեջ։ Դե ձեր համազգեստը ձուլվում է միջավայրին, իսկ երեսը չէ։ Պետք է երեսի մասն էլ մտածեք, որ աներես չմնաք, ումա պետք աներես մարդը չէ։ Դե հիմա քողարկում ենք ժպիտները եւ Լավա չէ։ Այդ արդեն Վարդանյանը դիաս։ Էսա ճակատսել եմ ներկելու, տենաս ինչ եմ անում, է։ Ականջնիկ չմոռանաս։ Չէ, ականջները սեղի պեղլամուտ եմ անելու, թո մի քիչ սավրեմենիլի, էլի։ Այդ ինչի՞ չես ներգում որ։ Ինչ գույնով ներգեմ որ։ Ինչ գույնով որ ես եմ ներգում։ Բայղա վարուշը։ Իքոնը շատ խայտա բղայտա ախը, տենց չինի չէ։ Հիմա աշունա չէ, պդի աշնանային գույները լնի, բան լնի, դու դրա հետ ինչ ես անում։ Աշնանայինը որն է։ Աշնանայինը դե ասենք շագանագա գույն, շագալաթա գույն, դեղնավուն, դեղնակարմերա գույն, տենց էլի տենց աշնանային էլի էդ աշունը։ Հիմա աշունա պդի մենք մեր ներքինով, մեր գույներով սենց միաձուլվենք աշնան հետ, մեկ դառնանք իրա հետ, հասկանում ես։ Իսկ դու դրա եսիմ ինչ ես անում, ասենք, օրինակ քո դեմքը հիմի տարվա որ եղանակն է ասոցիացնում, կարաս ասես։ Որն է։ Ես քեզ եմ հարցնում, քո դեմքը հիմա որ եղանակին է նման, կարաս ասես։ Դու ես շատ իմանամ է, չէ։ Դինեմ ես, ես չգիտեմ, այդ էլի վատը։ Բայց գոնե ներքինիդ հետ խոսում է դեմքիդ գույները։ Մխոլ ավելի այդ խոսալու տեղը սկսի ներկել էլի։ Չասը, հիմա որ ներգենք պրծնենք, Վարդանյանը մեզ հերադիտակով նայելու է, հա։ Հա։ Ու եթե լավ ներկաշ չնի երկուս կստանանք։ Բայ, այդ ինչ ես ասում, այ վարուժ ջան, ես երբ եմ երկու ստացի, որ այսօր ստանամ։ Ես հիմա մատս կթաթխեմ ներգի մեջ,
Ման վրցինը թաթխի։ Վրցինը թաթխեմ։ Վրցինը կթաթխեմ ներգի մեջ։ Ու կնկարեմ իմ պատկերը։ Ինքնապատկեր էլի։ Լավ է ստացվում, չէ՞։ Ինքնապատկեր, բնապատկեր ոնց ուտ։ Տիտանիկի երգիտ։ Ես ինչ արա ես տղեն, վայ ես ձեր։ Ես ինչ արա։ Այ, Վալը սրան։ Մի հատ օրան շարվեք, արագացրեք։ Ուղղեք։ Վեիք, պարոն Արևշատյան։ Լավ էլի, պարոն Վարդանյան, իմը մի տեսեք էլի։ Այդ տղա շրջվի, վայ։ Դե ես ոնց որ հենց նոր հասկացա ձեր առաջադրանքի բուն իմաստը, որ պետք է ներկվենք բան անենք, ես հետի հետո կանեմ, հասկացել եմ։ Շարքային Արևշատյան, դրց։ Ձերներդ, յա։ Ինչ հայ տղա։ Դե, ես ոնց որ աշնանային կոմպոզիցիա եմ ստացել, էլի, պարոն Վարդանյան։ Բաչքերդ, ոնց ես նայելու այ կոմպոզիցիա։ Դե, պարոն Վարդանյան, սրա պրինցիպը սենց է, էլի ոնց որ։ Էլի, հոպ։ Ես ինչ ֆինտուկլյուշկ եք ես անում, Արևշատյան։ Բայց ասեք ու լավն է։ Վայ, երկրորդ վաշտ։ Ինչի լավը, չի։ Չէ, լավն է, շատ լավն է։ Շատ լավն է։ Վարուշ, ես ինչ ես արել։ Ափսոսացել ես ներկան, ցաների լրիվ դեմքդ ծածկվեր էլի։ Պարոն Վարդանյան, սրան վերջը լվալ կա, բան կա։ Վայ Դանիելյան, վայ երկրորդ վաշտ, վայ։ Այ մալադեց, այ շատ լավ է։ Տեսեք, տեսակ։ Համբարձումն ուրա։ Ես ինչ ավիճակդ համբարձում։ Դե պարոն Մելիքսեթյան, ոնց որ տենց քողարկվել ենք, էլի։ Լսի, Վարդանյանը քեզ ասել է երեսիդ շուն նկարես։ Ոչ մի կերպ։ Այդ տղա, բան չի ես դեմքիդ շուն նկարել, եկել մտել ես այս ծառի հետևը, հա։ Դե պարոն Մելիքսեթյան, ոնց որ պիտի տեղանքի հետ միաձուլվենք, չէ։ Հետո ստեղ կարա չէ շուն լինի։ Շունը ստեղ օրինակ այս տեղանքի հետ շատ լավ կմիաձուլվեր։ Հետո թշնամին, որ հերադիտակով տենա շունը, բնականաբար չի կրակի։ Վայ համբարձում, ես քեզ ինչքան ասեմ, ոնց ասեմ, համբարձում, ես հիմա առանց ետ նայելու ինձ պատվ ես առնում ու վազելով գնում ես վաշտ, հասկացար? Լծում եմ։ Զինվոր։ Ես եմ։ Ինձ մոտ։ Լծում եմ։ Պարոն փոխգնդապետ Շարքային Համբարձումյանը ներկայացել է ձեր հրամանով։ Մելիքսեթյան, ես ինչը։ Ես դե դեմքը ներկելու նոր ձև է, պարոն փոխգնդապետ։ Չհասկացա, կարող է կենթանաբանական այգի աստեղ։ Անենց էլ մի հատ էլ իրանից գոհացում է, ոնց որ չտենամ էլ սենց բաներ։ Լսում եմ։ Հենց հիմա տար թող դեմքը մաքրի։ Լսում եմ։ Ես էր մնացել պակաս։ Մխո, այ մխո։ Հերեի դուլում,
Ես ինչ է վիճակը դերը։ Ինչա որ։ Ես ինչ ես արյարը։ Դե ոնց որ տեղայնքում հիմա գիշեր է, ես էլ տեղայնքի հետ եմ բռնացրել էլի։ Այս քո ինչն եմ ասի արը։ Ապեր, ասում եմ, որ խնդրեմ մի հատ լաթերդ կտաս իջնեմ զուգարան էլի, իմը ճղվել է։ Իչի այդ մունդավերես էտ լվարի շուտ արար։ Էրգնե։ Ռեսով արա։ Ախմախը, հանելա քնից իրա մունդար դեմքով լեղապայցար անում արա։ Հելգենա լվարես էտ շուտ արա։ Սով արա վաբշի, ասում այրես ես կշերվա հետ եմ բռնացրել։ Ծիծաղում ես, ես իմ պոշկի թայը կորցրի։ Վախեցել ես, հա։ Իբա ինչ կանես, վարուշ, ես չեմ դու ես, աշկիրդ բաց ես քնի մեջից, տենաս մի հատ սև դեմքով աննորմալ, բա ինչ կնես։ Լավ, քնի։ Խինձ բերին սրակողը վաբշարա, չեմ ասկնում։ Իմ համար ընդ հանգիստ քնում է էլի։ Համի որ սրակողն եմ, չէ, ոնց որ կես ոտ քնեմ։ Ամեն ինչ սպասելի է սրանից արա։ Վելա։ Հեսա լավը կբեր է։ Լավ։ Ո՞վ է։ Ես եմ։ Համբո, ինչ ես դե անում։ Ուզում եմ գնամ զուգարան, բայց դե որ մութ է, հելուր գնամ։ Արտյոմի մոտ ֆանար կա, վեկալ գնա։ Բայց Արտյոմի ֆանարով ոնց մի խոսքով չեմ կարա գնամ, բարի գիշեր։ Գաղագեմ տնա միջի հոսանքը գնաց։ Դավայ։ Ես ինչի չես լվացվի արա։ Մխոջան ախր ոնց լվացվեմ, մութ է չէ։ Այս ինչ է դեմքը։ Դավայ թռել լվացվելու շուտ։ Չէ այմար, հեսա մի բանով կսրպեմ, էլի։ Մի բանով չկա արա, մի բանով սրպել չկա, չի ասնի դից, շուտ արա ասի։ Դար ինչ եք ձայլերդ կցի գլոխներդ, մատի քնած են կամած։ Հմբո, լգինա վազին հանի քնից։ Ինչ է։ Արա դի շուլուխ ենք անում, էլի ոնց որ ոչ կանոնադրային բան ենք անում մետերիմներով։ Մետերիմներով էլ չարենք ելով ում հետ բդի անի։ Հետ։ Արա դե մխո լավ էլի։ Ապիրի էլի, ջանս քուր է գալի։ Դավայ։ Ռազմիկ։ Կվախի է։ Դու չի ինչ ես խոսում, ռազմիկը այդ տղեն չի որ վախին է, նա գիտես ով է։ Նա քշերով հելել է անտար գայլերի դեմ հանդիման։ Բա ոնց։ Պատվական այդ ֆաներդ կցի հմբոյ երեսին։ Յանի քո մտքին է վախացնելը չի, հա։ Դու չի ինչ վախցնել է, եղբայրի բայ։ Դավայ, բոթի համբարձում։ Ռազմիկ։ Ռազ։ Ինչ արա, հլը չես մաքրե։ Չէ։ Ոնց արա։ Ինքը գիտեր որ ներկել ես մորդդ։ Հա։ Հրեսով արա վաբշի, բայց ինչ հասիր այ ғամազ։ Գժանուց արա։ Քնի ռաժան, քնի, բարի քուն քեզ ու անուշ երազներ, քնի։ Արա ինչ հասիր, հմբո։ Արալի գնա երեսդ լվարի պարկի շուտ արա։ Հա վարուս ջան, էլի կնամ, բայց ոնց լվամ, դե մութ է։ Անֆան արավեք։ Դե գնացի։ Ննջարանի լամպը վարել եք։ Ոչ մի կեր։ Կապիտի ասեմ որ անեք։ Ախ մորես պայծավաներ։ Արա արի պարկի երեսդ կփակես արա շուտ արա։ Ինչ-որ վթար է եղել։ Այեպ կսարք է, պարոն Մելիքսեսյան։ Դե մի ժամվա մեջ։
Good evening. Խատուբա, խատուբա, oh, խատուբա, խատուբա, oh, խատուբա. Հետո կամաց սկսես թեժանալ, հա։ Ինե չի։ Ին որնա բա լավան էլս որնա։ Չի դես որն է հանգ։ Ձերերը Ախ մամաչո։ Համբարձումի վիճակը լավ չի։ Պետք է զեկուցեմ, որ հոսպիտալ տանեն։ Կայլում ենք վստահ ու չենք